տպավորություն ունեմ, որ ինչ որ շատ տենց կատաստրոֆիկ վախեր ունի Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից եւ իրերի բերումով այնպես ստացվեց, որ այսօր Սամվել Կարապետյանը դարձել է շատ կարևոր քաղաքական գործոն, ակնհայտորեն երևի թե ինքը նման ծրագրեր նախապես չունենալով, բայց մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանի արժանապատիվ պահվածքը, մենք տեսնում ենք քրեակատարողական հիմնարկից նրա ուղղած այլևս 4-5 ուղերձները, որոնք հստակ քաղաքական մեսիջներ են պարունակում, որոնք հստակ ճանապարհային քարտեզ են ներկայացնում, թե ինչպես ենք մենք ունենալու հետ Նիկոլյան Հայաստանում իրապես արդար անկախ դատարան, իրապես անվտանգություն, որը երկիրը չի տանի եւ դնի տարածաշրջանային ծերեթելուն, որ ըստ Նիկոլի ով ասես գա եւ վրաերթի ենթարկի, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող մի ամբողջ երկիր իր վախերի պատանդը սարքել եւ փորձել բոլորին կալանավորել, ինչպես ազգային ժողովի ամբիոնից մի 20 օր առաջ էր հոխորտում, սաղիթ տանելու եմ լցնեմ ԱԱԾ-ի պատվարները, չես կարալու Նիկոլ, չես կարալու, որովհետեւ դու չես կարալու Հայաստանը վերածել, չգիտեմ, բաց երկնքի տակ, որտեղ բոլորին տանես կալանավորվես։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը դա է, որովհետեւ սեփական իշխանությունը ինքը այլևս լեգիտիմ միջոցներով պահել չի կարողանալու եւ իր գործիքը մնացել է տոտալ եւ վերջնական բռնապետություն առանց որևէ այլևս ինչ որ կոսմետիկ խզբզանքի, պետք լինի գիլյոտիններ էլ կդնի հրապարակներում եւ թքած ունենալով միջազգային բոլոր կոնվենցիաների վրա քաղաքական հակառակորդներին կգնդակահարի կամ գիլյոտինի կենթարկի, բայց միևնույնն է, այտենց բռնապետեր չեն, որ սենց կանսերվա են դարել քաղաքական իմաստով եւ դու եւս անպայմանորեն շատ սրընթաց գնում ես դեպի քո քաղաքական վախճանը, որովհետեւ կրկնում եմ, ցանկացած բռնապետիկ, երբ որ այլևս անցնում ես նման տոտալ ռեպրեսիաների, այդ բռնապետի քաղաքական վախճանը շատ եւ շատ մոտ է։